Պարմինեսյան բարեձեր, շնորհակալ եք, որ Բարեձեր։ մի քանի թեմաներ կա եւ այսպես հրատապ կարգով Սամվել Կարապետյանին տարան կալանքի ԱԱԾ մեկուսարան։ Գիտենք, որ օրես փաստաբանները ասուրիսով հանդես եկան, որտեղ նշեցին, որ առողջական ծանր վիճակում է գտնվում, հենց այդ կալանքի հետևանքով նաեւ Սառնամանիքին չջերուցվող մեկուսարանում են պահել Սամվել Կարապետյանին, ինչի հետևանքով ունի ինքը երկկողմանի թոքաբով եւ հիմա նորից տարել են կալանքի։ Ինչ են անում մարդու հետ, եթե սա խոշտանգումից բացի ուրիշ բառով նկարագրել է, դուք փորձ ունեք, գիտելիք ունեք, խնդրեմ նկարագրեք։ Տեսեք, սադիզմից բացի կարծում եմ ուրիշ բառ չկա, այստեղ որով կարելի է բնութագրել այն վարքագիծը, որոնք դրսևորում են գործիչների նկատմամբ, որոնք այս կամ այն ձևով իրանց համար վտանգավոր են առաջկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Եվ իրանց մոտեցումը ցանկացած խնդրի հետ կապված է մի բանով։ Եթե իրենք տեսնում են, որ խնդրեմ կա, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ գործիչը կամ այդ քաղաքական ուժը կարող է էական վտանգ ներկայացնել իրենց վերարտադրությունը կանխելու առումով, իրենք ամեն քայլի գնալու են, ամեն ստոր քայլի գնալու են։ Եվ այս առումով լրիվ իմ համար հասկանալի է, որ երբ որ իրեն նորից տարան կալանքի մի բան էր հիմքում դրված, որպեսզի հնարավորինս մաքրեն իրենց ախոյաններից առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար վերընտրվելու հնարավորությունը եւ ուրիշ կերպ սա հնարավոր չի բացատրել, բայց մյուս կողմից իրենք պետք է հասկանան, որ այն արդեն ձևավորված կարծիքը իրենց նկատմամբ որպես հայրենիքը ծախող, որպես եկեղեցու նկատմամբ սանձարձակ ոտնձգություններ իրականացնող, որպես մեր ազգային պետական շահերը ոտնահարող մի ուժի, իրենց ուրիշ բան չի մնում, քան համակերպվել են բանի հետ, որ իրենք այլևս չեն վերընտրվելու։ Սա ամենաճիշտը կլինի եւ մեր պետության համար եւ նույնիսկ իրենց համար, որովհետեւ հակառակ պարագայում այն չարագործությունները, որ հիմա իրենք անում են իրենց քաղաքական հակառակորդների նորմալ հայ մարդկանց նկատմամբ, շատ ծանր է նստելու։ Օրերը անցնելու են, իսկ հետո իրենք պատասխան են կրելու իրենց չարագործությունների համար։ Օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Ու այդ պատասխանը իրենք շատ դժվարությամբ են տալու։ Մենք գիտենք նաեւ, որ այս օրերին մեր գործընկերները եւս կալանքի տակ են, շատերն են իհարկե կալանավորված, բայց Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը եւ ինչ է նշանակում։ Նարեկ Սամսոնյանը գիտենք, որ արդեն 8-րդ օրն է, հա, եթե չեմ սխալվում, հացադուլ է, այո։ Այո, եւ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված լուրջ ռիսկեր է պարունակում։ Քիչ առաջ տեսակցեցի Նարեկին, հիմա է պատրաստվում խոսել բանտային բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը, խնդրեմ պարոն Մինասյան։ Դե տեսեք, այն ինչ որ մենք ասենք Սամվել Կարապետյանի համար, դա վերաբերվում էր պարոն Կարապետյանին, բայց ոչ միայն իրենց, որովհետև բոլոր քաղաքական գործիչները, բոլոր հասարակական ներկայացուցիչները, բոլոր լրագրողները, որոնք այս կամ այն կերպ վտանգ են ներկայացնում իրենց վերընտրվելուն, իրենց վերաբերմունքը նույնն է, զրկել նրանց հասարակական գործունեության հնարավորությունից ամենաբիրտ, ամենաանմարտկային ձևով։ Մեզ մոտ այդ քննարկումները, դատական այդ կալանավորումը մի նպատակ ունեն, իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար բացել բոլոր ճանապարհները։ Դա կլինի օրենքի սահմաններից դուրս, դա կլինի մարդու իրավունքների ոտնահարումով, ոչ մեկին դա չի վերաբերում։ Եվ ցավն է, որ դա չի անհանգստացնում նույնիսկ այն կառույցներին, միջազգային կառույցներին, որոնք տասնամյակներ շարունակ հորդորում են իրենց որպես մարդու իրավունքների պաշտպանների առաջամարտիկ։ Բազմաթիվ այդպիսի հարցադրումներ եղան Եվրոմիության ներկայացուցիչներին, հեղինակավոր եվրոպական երկրների ներկայացուցիչներին, պատասխանը չի գալիս ու չի գալու երբեք, որովհետև իրենք աչքերը փակել են, ականջները փակել են, բերանները փակել են եւ ամբողջ թափով աջակցում են այսօրվա այս վայ իշխանությանը, որովհետև իրենց շահերից է բխում, որպեսզի Հայաստանում լինի մի քաղաքական ուժ, որը հլու
հնազանդ կկատարի իրենց ծրագրերը, անկախ նրանից այդ ծրագրերը այս երկրի, այս ժողովրդի համար նպաստավոր են թե ոչ։ Սրանք էլ օգտվում են այդ վերաբերմունքից, օգտվում են եւ իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ արտակարգ, ցինիկ, սանձարձակ ու սադիստական վերքագիծ են դրսևորում։ Ֆիդանի հայտարարությանը ծանոթ եք, սա սենսացիոն հայտարարություն է ստերության, չնայած ասում են բոլորս էիք խոսում, սպասում էինք, որ արդեն Թուրքիան բացի խաղաքարտերը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ ինչպես տեսանք երեք առաջին օրը մեր 4 հայրենակիցները վերադարձան Հայաստան, Բաքվի բանտերի։ Մարի դրանք առանձին քննարկել եթե կարելի է։ Այո։ Ունեն բացկաների կապը դրա համար, բայց խնդրեմ Ֆիդանի հայտարարություն։ Մարիամ, ակնհայտ է, չէ, որ առաջի անգամ չի, որ մենք տեսնում ենք արտակարգ մեծ աջակցություն Թուրքիայից այս իշխանությունների նկատմամբ։ Եվ այդ աջակցությունը եղել է ոչ միայն խոսքով, այլև գործով։ Պիտի հիշեք, չէ, 18 թվականի իշխանափոխությունից հետո, երբ տեղ ունեցավ այդ 44-օրյա պատերազմը ու ժողովուրդը վրդովված էր, դուրս էր եկել փողոց, այս մարդը գիշերում էր բունկերում։ Եվ ձգտում էր հեռացնել այս մարդուն իշխանությունից։ Եվ ինչ ասեց, Թուրքական բանակի պաշտպանության նախարարը ասեց, որ եթե մի մաս պատկերացրած պակաս է այս ազգակործան պատասխանատվի գլխից, ապա ինքը ագրեսիա կիրականացնի։ Ակնհայտ է բազմաթիվ վկայություններ կան այն բանի մասին, որ այստեղ իրենք բերվել են թուրք-ադրբեջանական ծրագրեր իրականացնելու համար, եւ այդ թուրք-ադրբեջանական ծրագրերը հետևականորեն իրականացել են այս 7 տարիների ընթացքում։ Հիմա ինչ մենք պետք է զարմանանք, որ Ֆիդանը արտաքին գործերի նախարարը Թուրքիայի ասում է, որ ինքը աջակցում է, իհարկե չպետք է զարմանանք, պետք է զարմանանք հակառակում, որ ինքը դա չասի, բայց քանի որ ինքը դա ասել է բազմիցս իր գործով, իր խոսքով, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարությունը, պաշտոնական ամենաբարձր մակարդակներով, մենք այլևս չպետք է զարմանանք, մենք դա պետք է ընդունենք որպես փաստ եւ մեր վերաբերմունքը ձևավորենք այսօրվա իշխանության նկատմամբ, ելնելով նաև այդ փաստից, թե ովքեր են այս վայ իշխանության դաշնակիցները, համակիրները, տերերը, եւ դա մեզ պետք է մղի մի պարզ բանի, ասում են, չէ, ասա ով է ընկերդ, կասեմ ով ես դու, եւ այս պարագայում ինքը գնացել է ու ընկերություն է անում, կոպիտ բառ պետք է ասեմ, այն մեր ժողովրդի դայժների հետ, որոնք դարեր շարունակ դա իրականացրել են։ Եվ այս պարագայում մեր հասարակությունը պետք է հասկանա, եթե ինքը պատրաստ է եւս առաջիկա ընտրություններում անել են ինչ որ ինքը արեց, ասենք թե 21 թվականի ընտրություններում, ապա հետո չպետք է զարմանա, թե ինչու էսպես եղավ։ Որոշողը մեր ժողովուրդն է։ Ելնելով այս իրողություններից ինքը պետք է ճիշտ որոշում կայացնի։ Եվ գիտեք, ամեն մի սխալ որոշումից հետո հաջորդ որոշման կարևորությունը շատ է մեծանում, որտեղ այլևս մենք կորցնելու բան մնացել է միայն մեր բուն Հայաստանի տարածքը։ Եթե նախորդ սխալների հետևանքով մենք կորցրեցինք Արցախը, հիմա արդեն Հայաստանն է։ Եվ այս ազդակները, որ գալիս են Թուրքիայից, Ադրբեջանից, ուղղված են մեր ժողովրդին։ Եթե մեր ժողովուրդը համակերպվում է այդ իրողությունների հետ, ուրեմն ինքը ստորագրում է դատավճիռը իր եւ իր զավակների նկատմամբ։ Սա է, մենք պետք է համախմբվենք ու դուրս վռնդենք։ Այլ պարագայում այսպիսի դրսևորումները, այսպիսի ցինիկ ու բացահայտ դրսևորումները շարունակական են լինելու։ Ու ցանկացած հաջորդ հայտարարություն ավելի փաստացի է դարձնելու այն վիհը, որի եզրին մենք կանգնած ենք։ Կամ մենք կշրջանցենք այդ վիհը, կամ խորտակվենք այդ վիհի մեջ։ Այո։ Եվ ինչ է նշանակում ունենալ այս վարձկաններին դրա դիմաց փառք Աստծո, որ մեր հայրենակիցները այս 4-ը վերադարձել են, բայց
ռազմական գործողությունների մասնակցած մարդկանց, այն այս իրականության մեջ, որ Բաքվում նորից շարունակում են մեր ռազմագերիների դատավարությունը, խոշտանգումները եւ սրան զուգահեռ մենք վաստաներին ենք վերադարձնում։ Խնդրեմ, շատերը ասում են, սա պարզ արքու վաճառք է։ Չէ։ Մարիամ, արի բաժնենք երկու բան իրարից։ Նախ ցանկացած հայ մարդու վերադարձը իր հայրենիք, իր օջախ, դա մեծ երջանկություն է, ոչ միայն իր ընտանիքի համար, իր հարազատների համար, այլ ցանկացած նորմալ հայ մարդու համար։ Այստեղ որևէ կասկած լինել չի կարող։ Մեկը չեն, 4-ն են, ուրեմն քառապատիկ երջանկություն է, ուրախություն է մեր բոլորի համար։ Դա առանձին։ Բայց մյուս կողմից տես, Մարիամ, ովքեր են ազատվել Հայաստանում։ Տերորիստներ, վարձկաններ, որոնք փողով եկել են մարդ են սպանել։ Եվ այդ երկուսը դնել իրար կողքի զարուհելի բան է։ Դու ունես դեռ բազմաթիվ գեյներ Բաքվի բանտերում։ Դու փոխանակ ասենք թե այդ ամեն մի վարձկանի, ամեն մի տերորիստի, մարդասպանի դիմաց ոչ միայն պահանջեր, որ ասենք թե մեր բոլոր գեյները ռազմաքաղաքական բնագավառի վերադառնան, դու երկուսին տալիս ես եւ դրա փոխարեն ընդհանրապես 4-ն են գալիս Հայաստան։ Սա ինչի մասն է խոսում։ Այն ամեն ինչի մասին ինչ որ քիչ առաջ խոսեցինք։ Այստեղ Հայաստանում որոշումներ կայացնող չկա։ Այստեղ Հայաստանում կան իշխանության կազմում հրամաններ կատարողներ։ Թուրքիան այդպես է պահանջել, այդպես էլ արել են։ Ուրիշ որևէ բացատրություն այստեղ չի կարող լինել։ Նույնիսկ այդ երկուսը իրար կողքի դնել չի կարելի։ Դրա համար իրանք փորձում են, ասել չէ, այդ երկուսին մենք ազատել ենք, որպեսզի հայ համայնքի վիճակը այնտեղ լավ լինի։ Հիմարություն ազատել էր, ասենք թե չգիտեմ, մի ամիս առաջ, 10 օր առաջ, մի շաբաթ առաջ, բայց ինչու դրա մասին չէր ասում։ Ասում ես այն ժամանակ, երբ որ տեղանց էլ ու հետին թվով փորձում ես քեզնից հեռացնել այդ խարանը։ Ոչ, բազմաթիվ խարաններից մեկն էլ սա է ալնելու։ Դու տերորիստներին ազատել ես, թողելով Բաքվի բանտում հայ ռազմագերիներին։ Սա անթույլատրելի է։ Իր մեղքերը, Մարիամ, մեկը չեն, երկուսը չեն, հարյուրավոր են, եւ այդ բոլոր մեղքերի համար ինքը պատասխան է տալու։ Ինքը եւ այն իր կողքի գտնվող ոհմակը։ Եվ այս առումով այս դեպքը եւս ցույց է տալիս իր անկումը, մարդկային կերպարի անկումը։ Պահել Բաքվի բանտում տասնյակ մեր հայրենակիցներին, չօգտվել առիթից, ու այդ բոլորին հետ չբերել Հայաստան։ Սա անթույլատրելի է իմ համարում։ Սա նշանակում է, թե այս իշխանությունը ավելի սայլ է ցուցիչ, իրենք ինչպիսի վերաբերմունք ուներ մեր ռազմագերիների նկատմամբ, եւ նորից հիշեցնենք, որպեսզի մարդիկ չխաբվեն այս իրողությամբ։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, մեր եղբայրները 2 ամիս են կսպասեն։ Այո։ Քանի տարի առաջ էր ասում, քանի տարի առաջ։ Այո։ Դե սա է, մենք ընկել ենք մի իրավիճակի մեջ, ցավոք սրտի դա շարունակվել է նաև այս ընտրությունների, նախորդ ընտրություններից հետո, եւ որ մենք պատասխանատու ենք մեր գործերի համար, պատասխան ենք տալի մեր սխալ որոշումների համար եւ յուրաքանչյուր հայ մարդ վրդովվելով պիտի իր մեղավորությունը այդ քայլի մեջ տեսնի, որ այդուհանդերձ ինքը ինչպես է քվեարկել 21 թվականի ընտրություններում ինքը ինչ է արել։ Եթե ինքը անդրադառնալով հասկանում է, որ ինքը սխալ է կատարել, փառք ու պատիվ իրեն, ինքը այս անգամ այդ սխալը չի կատարի։ Բայց կան մարդիկ, որոնք ասենք թե նույնիսկ դրանից հետո դեռ այսօր թույլ են տալիս իրենց պաշտպանելու այս ազգակործան պատոհասների իշխանությունը։ Այն նրանց հետ ես կարծում եմ պետք է շատ ավելի լուրջ աշխատել, բացատրելու համար, որ այդ մարդը, որ այսօր նստած է, ասենք թե Բաքվի բանտում, նա քո եղբայրն է, նա քո համար է աշխատել, քո համար է տապառապել։ Եվ վաղը եթե դու Աստված մի առ ասե, ընկնես այդ վիճակում, որտեղ դա շատ հնարավոր է, ինչ որ եղավ Արցախում, նույնը կարող է այս ընտրություններից հետո լինել Հայաստանում։ Այն 300,000-ը, որ գալու են ըստ ամենաբարձր մակարդակի չինովնիկների խոսքի, հո պատահական չի։ Եվ այդ մարդիկ գալու են, այստեղ խնդիրներ են չի առաջանալու։ Իսկ ով է ասում, որ այդ խնդիրներից հետո ասենք թե իրանք չեն առևանգվի եւ չեն տանի Բաքվի բանկը։ Այստեղի Հայաստանի քաղաքացիներ, ով է դա ասում։ Կա այդպիսի երաշխիք։ Իհարկե չկա։ Չկա այս իշխանություններով այդպիսի երաշխիք չկա։ Եվ նույնիսկ ուզում շարունակեմ միտքս։ Այն մարդիկ, ովքեր տենց իմիջիալություն վերաբերում են այս գործին, պետք է հասկանան, որ այդ իրավիճակում կարող են ընկնել բոլորը, Հայաստանի բոլոր բնակիչները, այդ թվում նաև իրենք։
Սա է խնդիրը։ Ես իրականության մեջ, քանի որ դուք ախնարկեցիք, որ ով ասաց, որ ինչ տեղի ունեցել Արցախի հետ չի կարող տեղ ունենալ մեզ հետ, Իրանում դեպքերի զարգացումը ձեր գնահատական է եւ ըստ էության Իրանը, երբ որ միշտ աչքի է ընկել Հայաստանի վերաբերյալ բավականին փափուկ դրական խոսույթով, Իրանի դեսպանը հստակ հայտարարեց, այլևս Իրանում ձևավորվում է տեսակետ, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ ուժային կենտրոն, ավելի Թրամփը կգնա, բոլորը կգնան, ժողովուրդներն են մնում, ժողովուրդների հարաբերությունները եւ սա չի մոռացվելու Իրանի ժողովրդի կողմից։ Մարիամ, տես, դու ասիր դրական խոսքերի մասին, որոնք միշտ հնչել են Իրանի պաշտոնատար անձանց կողմից, իհարկե դրանք եղել են, բայց դրանից բացի եղել են նաև գործերը, որոնք մենք տեսել ենք մեր անկախության այս ողջ ընթացքում, ինչպիսի ծանր իրավիճակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ նեցուկ է եղել Հայաստանին եւ դա իսկապես կորցնել, դա այս իշխանություններին երբեք չի ներվելու։ Եվ տես, Մարիամ, շատերը խոսում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի խոսքը կապված էր այդ Տրամպի ուղու հետ։ Ես կարծում եմ դա ուղղակի ժամանակային համընկնում է եղել, բայց չմոռանանք, որ այդ ժամանակ Վաշինգտոնում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը եւ ինչ որ քննարկումներ էր գնացել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ մեր արտաքին գործերի նախարարի միջև համոզված եմ, առավել քան համոզված եմ, որ իրանական ուժերը գիտեն բաներ, որոնք հրապարակվելու ենթակա չեն այսօր, սակայն անպայման վաղ թե ուշ կհրապարակվեն եւ ես ենթադրում եմ, որ այնտեղ համագործակցության խոստում է տրվել ամերիկյան կողմի հետ, որ առաջիկա հնարավոր ռազմական գործողությունների պարագայում Հայաստանը աջակցություն կցուցաբերի։ Ինչու եմ այսպես մտածում։ Շատ պարզ պատճառով։ Այն ինչ որ ասվել էր այդ Միացյալ Նահանգներից տրված հարցազրույցի ժամանակ արտաքին գործերի նախարարի կողմից էական տարբերություն չկար Տրամպի վերաբերյալ նախորդ հրապարակված նյութերից եւ դա այդ փոփոխությունները, որոնք հնչել էին այդ հարցազրույցի մեջ, չէին կարող բերել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի այդպիսի կոշտ եւ պետք է ասեմ սպառնալից հայտարարություններին դա բերել է իսկապես ես առավել քան համոզված եմ, ես իմ ասածը հենց դրանն էլ բերում է ինֆորմացիան այն մասին, որ Հայաստանը համագործակցության խոստում է տվել Իրանի համար այս ծայրահեղ բարդ իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին։ Սա իսկապես ոչ միայն դատապարտելի է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, այլ ես կարծում եմ սա դատապարտելի պետք է լինի յուրաքանչյուր հայ մարդու կողմից, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների բարդացումը մեր համար մղձավանջի կարող է բերել, ուղղակի մղձավանջի մեր հարաբերությունները, մեր ռազմավարական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ էական կարևոր նշանակություն ունեն եւ պետք է ունենան առաջիկայում։ Իսկապես ամեն ինչ կանցնի, բայց եթե դուք այսօր փչացնեք հարաբերությունները այդ հզոր պետության հետ, վաղ կարծում եմ դաժան իրավիճակի մեջ կարող եք հայտնվել։ Ո՞վ է մեզ ձեռք մեկնելու։ Այդ մեր հարևաններից ո՞ր մեկն է կարողանալու անել այն, նույնիսկ եթե ցանկանա, ինչ որ կարողացել եւ արել է Իրանի Իսլամական Հանրապետությունները, ոչ մեկը։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, որ այդ անսպասելի ու կոշտ ձևակերպումները Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի կողմից առավել քան մտածված, առավել քան հիմնավոր եւ նաեւ զգուշացնող պետք է լինեն ոչ միայն իշխանություններին, այլև ժողովրդին, որովհետեւ այս մեր վայ պատվաստները մեզ տանում են նորանոր փորձությունների, տեղը ոչի բան չդնելով, միայն խոստումներ, որոնք երբեք չեն արտահանում։
Պարոն Մինասյան, ես գիտեմ, որ դուք բավականին ծավալուն աշխատանք ունեք այս թեմայի հետ կապված, նա պետք է խնդրեմ ներկայացնեք մասնավորապես այս մասով։ Կոմունիկացիաների հետ կապված։ Մենք գիտեմ, որ վերջերս նաև օրերս Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպվել էր ծավալուն քննարկում այս թեմայով, որտեղ դուք ձեր խոսքը ներկայացրել եք։ Մենք ինչ պետք է անենք մեր կոմունիկացիաների ռազմավարությամբ, որպեսզի մեգա ծրագրերում տեղ ունենանք, եւ հետո նաև ավելի կարևոր է ներսում ինչ անելիքներ ունենք։ Խնդրեմ։ Տեսեք, այդ մեգացրագրերին մաս կազմելը բերելու է երկու շատ կարևոր դիվիդենդ Հայաստանի Հանրապետության։ Նախ բավականին մեծ գումարներ, բայց որ շատ ավելի կարևոր է անվտանգության երաշխիքները, որովհետև այն մեծ երկրները, որոնք իրականացնում են այդ մեգացրագրերը, այդ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք անցնելու են մասնավորապես նաև Հայաստանով, նրանց համար շատ կարևոր են, կենսական նշանակություն ունեն, եւ եթե այդպես է, ապա այդ ծրագրերի անխափան գործունեության ապահովման համար իրենք պետք է նաև ապահովեն այն երկրների անվտանգությունը, որոնք ասում են այդ մեգա ծրագրերը։ Իսկ եթե մի կողմ դնենք այն քաղաքական գործընթացները, որոնք պետք է արվեն, որպեսզի դա տեղի ունենա, յուրաքանչյուր երկիր, որը հավակնում է այդպիսի ծրագրերը իր միջով անցկացնելուց, ինքը պետք է ունենա նաև ենթակառուցվածքներ, համապատասխան մակարդակի ենթակառուցվածքներ, որոնք պետք է ապահովեն այդ մեծ ծավալի հոսքերի երկրով, եւ մենք դրա համար առաջարկում ենք 4 ծրագիր Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել, որոնցից յուրաքանչյուրը իր մասով ավելացնում է մեր հնարավորությունները մասնակցելու այդ մեգածրագրերին, բայց 4-ը միասին էական սիներգիկ էֆեկտ են ասում, այդպիսի մեծ թռիչքաձև դրական հնարավորությունների բարձրացում է տալիս։ Առաջինը ավտոմոբիլային բաղադրիչով մի ծրագիր է, որը թույլ է տալիս Երևանը կապել Վանաձորի հետ, շրջանցելով Սևանի կամ Ապարանի ճանապարհների ոլորանները, էապես նվազեցնելով ճանապարհի ամենաբարձր կետը եւ Սևանի ճանապարհով եւ Ապարանի վրա, որը ապահովության բարձր մակարդակ է տալիս, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ է գործող Մերաձորի երկաթուլային թունելի զուգահեռ կառուցել եւս մի ավտոմոբիլային թունել եւ շատ կարճ ճանապարհով կապել Երևանը Վանաձորին, ընդ որում դա շատ էժան է նստելու, որտեղ այդ իմ ասած կառուցվելիք թունելը գործնականում արդեն կառուցված է, որովհետեւ Մերաձորի երկաթուղային թունելի կառուցման ժամանակ նրան հարակից փորվել է եւս մեկ թունել, որի միջոցով այդ քանդված ապարները, երկաթուղային թունելի քանդված ապարները հեռացվում էին։ Սա առաջին շատ կարևոր ծրագիրն է, որը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար մեծ կարևոր նշանակություն ունի եւ ապագայում հյուսիս հարավ մայրուղու ավտոմոբիլային բաղադրիչի համար շատ մեծ դրական էֆեկտ կարող է տալ։ Երկրորդը փոքրիկ մի հատված է 30-35 կիլոմետրանոց երկաթուղով, որը Վանաձորը պետք է կապվի Մեղրաձորի թունելի հետ Ֆիալետովե գյուղի հարևանությամբ։ Սա էապես լավացնում է մեր ենթակառուցվածքների երկաթուղային, պարզնելու համար ասեմ, որ այդ փոքրիկ երկաթուղու հատվածի կառուցման արդյունքում շուրջ 70-80 կիլոմետրով կարճանում է մեր հիմնական երկաթուղային ճանապարհը Վրաստանից այրումով դեպի Երևան, հիմա ինքը ոչ թե կգնա Գյումրիով, այլ ուղղակի կարճ կգա Հրազդան եւ միանգամից կհասնի Հայաստանի կենտրոնը։ Եվ միաժամանակ արդեն 100 կիլոմետրով, շուրջ 100 կիլոմետրով կարճացնում է Իջևանից Գյումրի ճանապարհի երկաթուղային, ինչը շատ մեծ նշանակություն ունի, հատկապես այդ արևելք-արևմուտք ծրագրի հաջող իրականացման համար, որտեղ այդ ճանապարհը այլևս մրցակցությունից դուրս է թողում եւ այն մյուս երկու ճանապարհները, որոնք կապում են Բաքուն Կարսի հետ։ Սա երկրորդ մեր առաջարկն է, երրորդ առաջարկն է վերակառուցել Իջևան, Դիլիջան, Հրազդան երկաթուղին, որը տարիներ շարունակ չի աշխատել եւ այնտեղ վերականգնման աշխատանքներ կան, որոնց իրականացումը անհրաժեշտ է լիարժեք վերականգնման համար այդ երկաթուղու։ Սակայն կա մի շատ կարևոր հատված, փլուզում է տեղի ունեցել Հաղարծին գյուղի շրջակայքում եւ այնտեղ փլուզման ռիսկից դուրս պետք է կառուցվի 4 կիլոմետրանոց երկաթուղի, որը այլևս զերծ կպահի այդ կարևոր երկաթուղային մայրուղին որևէ փլուզումից։
Սա մեր երրորդ առաջարկությունն էր եւ չորրորդ առաջարկությունն է իրականացնել մի ծրագիր, որը Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին մենք սկսել էինք իրականացնել, ծրագիրը արդեն կար, սակայն հոսքերը, որոնք պետք է այդ երկաթուղով գնային, դեռ այնպեսին չէին, որ կիրառման շինարարության փուլը ստեղծվեր։ Այ հիմա արդեն եկել է այն ժամանակը, որտեղ ես նաև խոսեմ, թե ինչպեսի մեծ հոսքեր կարող են անցնել Հայաստանով այս աշխատանքները կատարելուց հետո եւ այդ ծրագիրը իր իրականացմամբ էապես կնպաստի դրան։ Դա 306 կիլոմետրանոց երկաթուղային հատված է, որը Ագարակը Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից պետք է կապի մեր Գագարին կայարանի հետ։ Դա բավականին աշխատատար եւ ֆինանսական մեծ դերներումներ պահանջող ծրագիր է եւ որովհետեւ այդ ծրագիրը հաջողությամբ հնարավոր լինի իրականացնել, մենք առաջարկում ենք, որ այդտեղ ստեղծվի կոնցեսիոն համաձայնագիր բոլոր այն մեծ գերտերությունների հետ, որոնք այդ 3 մեկածրագրերի հիմնական շահառուներն են, դա Չինաստանի Հանրապետությունն է, Ռուսաստանի Դաշնությունը եւ Հնդկաստանը։ Եվ այդ պարագայում այդ մեծ գերտերությունները, որոնք պետք է իրենց ապրանքները այդ երկաթուղով եւ ընդհանրապես Հայաստանով տեղափոխեն, ոչ միայն կօգտվեն, այլև եկամուտ կստանան այդ ծրագրից եւ հետեւաբար կառաջանա այն խնդիրը, որի մասին ես ասացի ամենասկզբից, մենք ոչ միայն մեծ եկամուտներ կստանանք այդ ծրագրերի իրականացման արդյունքում, այլև կստանանք անվտանգության մեծ երաշխիքներ, որոնք ապահովեն այլևս այն երկրների կողմից, որոնց կենսական շահերով պայմանավորված Հայաստանը պետք է լինի անվտանգ, որպեսզի այդ իրենց ապրանքները, ծառայությունները, կոմունիկացիաները մատուցվեն այդ երկաթուղիներով։ Սա էր հիմնական կարճ, եթե ներկայացնեմ այն գաղափարը, որը դրված էր այդ քննարկումների հիմքում եւ մնացած արդեն թե ինչպես պետք է մյուս կոմունիկացիաները, որոնք անցնում են Հայաստանի շրջապատով, պետք է համակցվի այն 4 ծրագրերի հետ, որոնք ես ներկայացրեցի։ Եվ վերջին հարց, պարոն Մինասյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը երկու փոխվարչապետերը երեքով ընդամենը արտիվավճար է ստացել 51.600.000 դրամի չափով։ Ճիշտ ասած, մեր գործընկերները Երևան Today-ի նոր բռնասրել էին Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի օսնակն չգիտեմ ինչ նույն խոսքով, ասում է խաղաղության համար են վերած խաղաղության համար են ըստ էության երեք այդ արտիվավճարը ստացել։ Արտադրության նախարարը տեսավ 6-7 միլիոնի կարգեր ինքն է ստացել, դες դե մի 10,000 դրամ է, էլի կարծես խոսում են։ Մեր գործընկեր Լիազարքսյանը հրապարակեց ուժ գաղտնի այն փաստաթուղթը որոշումը, որով 3 միլիարդի արտիվավճար է Նիկոլ Փաշինյանը գաղտնի ձևով դուրս գրել պաշտոնյաների համար, ու այս իրականության մեջ սովի մատնված մեր հայրենակիցները, մեր ծանր վիճակում գտնվող արցախցիները, հայ մարդը, թոշակառուները մասնավորապես, խնդրեմ ձեր տեսակետը։ Մարիամ, տես, ախր սա շատ դասական պատմություն է։ Բոլոր գունավոր հեղափոխությունների առաջնորդները հայտնվում են այդ իրավիճակում մի քանի տարի իշխանության մեջ լինելով։ Մի քանի տարվա ընթացքում իրանք մոռանում են այն ամեն ինչը, որոնց ջատակովն էին իրենք, որոնց պատճառով իրենց ժողովուրդը բարձրացնում էր իրենց ձեռքերի վրա։ Սա օրինաչափություն է, այդպես է եղել։ Չի կարող պատահի Հայաստանում այդպես չլինի։ Չի կարող պատահի Հայաստանում այդպես չլինի։ Նրանք կտրված են հայ ժողովրդից, կտրված են, եւ նրանցից յուրաքանչյուրը այսօր միայն իշխանության երկրաձգման մասին է մտածում։ Այդ նույն մարդիկ չէ որ ասում են ինչ պետք է տա մեր թոշակառուին 10,000 դրամի թոշակի ավելացումը։ Դե պարզ չէ որ այդ ցինիկ մարդկանց բերանից, այո, ուրիշ բան չի կարելի սպասել։ Միլիոնավոր դոլարների դրամների պարգևաճարներ։ Խայտարակություն է մի իրավիճակում, երբ որ մեզ մոտ աղքատության այսպիսի բարձր մակարդակ կա։ Դե պարզ է, որ այսպիսի ժողովուրդը պետք է թողի ու հեռանա այս երկրից։ Պարզ է, որ երբ որ տեսնում ենք, որ այսքան մենք գաղթական ունենք, մեր հայրենակիցները Արցախից եկել են այստեղ իրենց ամենօրյա խնդիրները չեն կարողանում լուծեն, սննդի հետ կապված խնդիր կա, բնակության հետ կապված խնդիր կա, թողում հեռանում են։ Եվ այդ պարագայում միլիոնավոր դրամների պարգևաճարներ էլ չեն խոսում են բարձր աշխատավարձերի մասին, որոնք նրանք ստանում են։ Այդպես է,
Եվ այս ամենից հետո ես պետք է կրկնեմ այն, ինչ որ մի քանի անգամ արդեն ասեցի։ Լավ, սիրելի հայ ժողովուրդ, ասենք թե սխալվեցիք 18 թվականին, ասենք թե 21 թվականին սխալվեցիք, բայց չեք տեսնում թե ուր է տանում այդ սխալները, չեք տեսնում որ այս շարժը տանում է դեպի Հայաստանի վերացում, դեպի հայ ժողովրդի լքում իր մայր հայրենիքից։ Եվ այս պարագայում դուք համակերպվելու եք արդյոք այն բանի հետ, որ այս մեր այսօրվա իշխանության աթոռ զավթված այս ավազակները շարունակեն մեզ ղեկավարել, շարունակեն տանել նորանոր փորձությունների, սովամահանելով մեր թոշակառուներին միլիոնավոր դրամների պարգևաճառ ստանան։ Անթույլատրելի է սա, անթույլատրելի է։ Մենք պետք է սթափվենք ու այս առաջիկա ընտրություններին ոչ ասենք։ Սա բոլորիս պարտքն է, բոլորիս։ Եթե որևէ մեկը այս պարտքը չի կատարում, ինքը ոչ միայն չի կատարում իր հարևանների, իր նախնիների համար, ինքը չի կատարում նաև իր զավակների համար, եւ իրեն զավակներին սպասող ողբերգությունը ինքը պետք է հասկանա, որ իրանից է գալու, իրանով է պայմանավորված, հենց իրանով, իր ընտրությամբ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։